Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի մեր գործընկերներին եւ ունենալ հետաքրքիր քննարկումներ ամենատարբեր ոլորտների մասին։ Այսօր մեր զրուցակիցն է լինելու բանասիրական գիտությունների թեկնածու մասնաճյուղի դասախոս Ալիսա Հասանյանը։ Տիկին Հասանյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Որպես քննարկման թեմա առանձնացնել ենք թե այսօր ինչ տեղ եւ դեր ունի գրականությունը մեր կյանքում, երիտասարդների կյանքում եւ այլն, կորցրել է արդյոք դասական գրականությունների արդիականությունը, դա այնուամենայնիվ շարունակում է հետաքրքիր լինել եւ սրանց պատճառների մասին։ Ես մտածում էի եւ ինձ հետաքրքիր էր, թե ձեր սերը ընթերցանության հետ կապված որ տարիքից եւ ինչպես է ձևավորվել եւ արդյոք այն որևէ կապ ունի կամ դրա հիմքով է պայմանավորված եղել մասնագիտության ձեր ընտրությունը։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հետաքրքիր հարցադրում է։ Երբ եմ սիրել գրականություն։ Երևի չեմ էլ հիշում թե երբ, բայց շատ վաղ անցյալից։ Սիրել եմ բանաստեղծություններ։ Անկիր սովորում էի այն, ինչ ցերկս էր ընկնում։ Գրքեր շատ էի կարդում, եւ գրականությունն ինձ համար իսկապես ապրելակերպ էր, ապրելաոճ։ Ու գեղարվեստական գիրք կարդալը հաճույքի դրսևորման մի ուրույն իրավիճակ էր։ Գիտեք, եթե հարցադրումը այսպես սկսվեց, ես ուզում եմ ուղղակի քննարկել գրականության տեղն ու դերը երկու հարթակում։ Տասնամյակներ առաջ, երբ ես էի երիտասարդ, եւ այսօր երիտասարդությանը հուզող խնդիրները ինչպես են դրսևորվում կապված գրականության հետ։ Նախ գեղարվեստական գիրքը ինքնին արժեք է։ Գիրքը մարդկային մտքի մեծագույն հրաշալիքն է։ Գիտելիքների հորդառատ աղբյուր է, որ մարդուն հզոր է դարձնում, ուղեկցում նրան ամբողջ կյանքում։ Եկեք քննարկենք սա երկու հարթակում։ Զրույց տանենք այսպես։ Հիշում եք տասնամյակներ առաջ կամ գուցե լսել եք։ Յուրաքանչյուր ընտանիքում գիրքը ուներ իր անկյունը, իր գրադարանը։ Այո։ Այսօր մի փոքր այլ է։ Նախկինում գիրքը պարտադիր ունենում էին բոլորը։ Հիշեք, ձեր տատիկ-պապիկների գրադարանում կային գրեթե բոլոր դասականների բոլոր հատորները, անկախ այն հանգամանքից դա ընթերցվում էր թե ոչ։ Այսօր մի փոքր այլ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, մեդիա ցանցը, սոցցանցերը, բոլոր դեպքերում այն մարտահրավերները, որ 21-րդ դարը առաջարկել է երիտասարդներին, փոխում է եւ մտածելակերպը, եւ շատ ու շատ բնույթի այլ հարցեր կապված գրի ու գրականության հետ։ Այսօրվա երիտասարդը դեռահասն առավել եւս իր անձնային կեցվածքն ունի, դրսևորումն ունի եւ անձնային դաշտում ինչ որ պարտադիր համարենք, որ պիտի կարդանա պարտադիր գրականություն, դա արդեն նրան հետևանում ամեն ինչից։ Այսօր ճիշտ է, նախկինում էլ դպրոցներում կար պարտադիր ընթերցանության ցանկ, բոլորը սիրով ընթերցում էին, բոլորը բանավիճում էին, այսօր փոքրինչ ուրիշ է, բանավիճում են ճիշտ է, ընթերցում են ճիշտ է, բայց այն ինչ կոչվում է պարտադիր, արդեն դեռահասին դուր չի գալիս։ Գուցե պայմանավորված է ինչ-որ բան, այս հետնահանջը դրանով։ Ընկեր Հասան, գիտեք ինձ ինչ էր հետաքրքրում հենց ձեր ասված մեկնաբանությունից, այ որ ասում ենք պարտադիր, գոնե թե մենք գիտենք, չէ, թե դա ինչու է պարտադիր։ Միգուցե պետք է ներկայացնել, թե դրա պարտադիրը ոչ թե բացասական լույսի ներքո, այլ դրա կարևորության, նշանակության, ընտրված հեղինակների առանձնահատկության դերի թե ինչ դա կտա իրենց որպես մարդ, ոչ որպես գնահատական։ Էլի փորձեմ զուգահեռ հարթակներում տանել։ Տասնամյակներ առաջ շատ հաճելի էր, պետք էր նույնիսկ կարդալ հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին, մեր նույնիսկ ողբերգական էջերի մասին, սոցիալական բնույթի խնդիրների արծարծումները, ինչու՞ չէ սիրային գործեր կարդալ, բանաստեղծություններ ունենալ, պահանջմունք էր դարձել։ Այսօր երիտասարդը այդ ամենը լրացնում է տարբեր ինֆորմատիվ աղբյուրներով։ Ճիշտ է, բացատրել պետք է, ասել պետք է, որ դա մեր փառահեղ անցյալն է, զուգահեռ դա մեր տխուր անցյալն է, դա մեր ազգային ավանդների դրսևորումն է, բայց այնուամենայնիվ այսօրվա երիտասարդին ուզում են այլ մարտահրավերներ, այլ հարցեր են ուզում։
Եվ շատ դժվար է թե ուսուցչի, թե ընտանիքում ծնողների դերը պարտադրել, ճակերտ եմ դնում երեխային գնալ այն ուղիով, ինչը ինքն է ուզում։ Պարտադրել ընթերցել ինչ որ բան։ Հետաքրքիր է, որովհետև օրինակ հիմա օրինակ բացի նրանից, որ գիրքը ֆիզիկապես դու կարող ես կարդալ, դու մի շարք այլ ձևեր եւ միջոցներ կան, որ հարմարեցնում են ներկայիս երիտասարդի առաջնահերթություններին այն համատեքստում ժամանակի նստել կարդալու եւ այլն, օրինակ հիմական աուդիոգրքեր կամ օրինակ կան շատ պատմավեպերի սեղնավեպեր, որ էլի շատ հետաքրքիր ձևերով, ձևաչափերով, գրքի ընթերցանության մրցույթներ եւ այլն ներկայացվում են։ Եվ դուք նաև զուգահեռաբար ձեր խոսքում նշում եք, որ այսօրվա երիտասարդության առաջնահերթությունները այլ է։ Ես շատ կուզեի մենք խոսեինք այդ այլի տակ ինչ է դասավորված, հա, որովհետև ես օրինակ ինքս էլ մտածում եմ, որ այսօրվա երիտասարդին շարունակում է հետաքրքրել մտքի ազատությունը, իր ինքնաճանաչումը եւ այլն, ինչի մասին մեր շատ ստեղծագործողներ որպես այդպեսին գրել են, հա, միջնադարից սկսած։ Գիտեք, խնդիրն ավելի շատ ինչում է։ Սեղմավեպերը, աուդիոգրքերը թվում էր, թե պիտի ավելի մոտեցնեին երիտասարդներին գրականությանը, բայց ակամա հեռացնում են դրանք, որովհետև բոլորովին այլ է գիրքը ընթերցելը, գրքի, այսպես են ասում, համն ու հոտ զգալը։ Այո։ Բոլորովին այլ է դա լսելը կամ սեղմագիր ընթերցելը կամ համացանցից ինչ-որ տեղեկատվական դաշտ ապահովելը, եւ դրանք բոլորը հեռացնում են այսօրվա երիտասարդին գրական ճաշակից։ Գիտեք, գրականությունը արվեստ է գեղեցիկի մասին։ Դրանք մեզ մատուցվում են տեխնիկական ինչ-որ չափերիզով, այսպես կանոնակարգված։ Պիտի երիտասարդը ինքը կարդա, հատվածաբար ընդգծի, նույնիսկ բանաստեղծությունների մեջ անգիր սովորի, որովհետև եթե տասնամյակներ առաջ նույն հարթությունը բերեմ, բանաստեղծություն արտասանելը, բանաստեղծության հետ խոսելը, ներքին հույզերի բացահայտում էր, ապրումակցում էր, ոգեղեն աշխարհի հետ ունեցած մի հետաքրքիր անտեսանելի կապ էր ապահովում։ Այսօր երիտասարդներին այնքան էլ դա դուր չի գալիս, որովհետև նրանք ձգտում են ավելի եւ տեխնիկական, եւ այսպես մտքի թռիչք ունեն, շատ հետաքրքիր թռիչք ունեն։ Եվ ես նկատել եմ նույնիսկ ցավոք նրանց ավելի հետաքրքրում է արտասահմանյան գրականությունը։ Ցավոք հետաքրքրում է թրիլերները, միստիկ երանգ ունեցող ինչ-որ գրքեր, Ագաթա Քրիստիի վեպերի ստեղծագործությունների նմանողությամբ ներկայացված գործեր, այն հուզականը, որ պիտի նրանց հոգու հետ ապրումակցում ունենա, դա կարծես թե բացակայում է։ Հա, շատ հետաքրքիր է իրականում, բայց ես օրինակ նայում էի, ճիշտ է, զուգահեռները ավելի ավագ տարիքում եմ կարողացել անցկացնել, երբ նայում ենք, օրինակ խոսում ենք դիցուկ, այսօր ավելի շատ խոսվում է իրավունքներից, մարդու իրավունք եւ այլն, դա մեր գրականության ամենախորքային եւ ամենահետաքրքիր ուղղություններից է եղել։ Եթե մենք նայենք օրինակ միջնադար, դատաստանագիրքը, Գոշի։ Ինչի մասին էր հա խոսում օրենքի առաջ հավասարության կարևորության։ Նույն ժամանակահատվածում Նարեկացի արժանապատվության, ներքին ազատության, ընդ որում Նարեկացին միակ ստեղծագործողներից է եղել, ում աշխատանքները ես չեմ կարողացել անգիր անել։ Գալիս ենք ավելի հետո 19-րդ դար, օրինակ Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի ազգի ազատության կարևորությունը, Նալբանդյան նույն ժամանակահատվածում մարդու ազատության, այսինքն բաներ, որ շատ խորքային ու շատ հետաքրքիր ձևով է ներկայացվել, որոնք արդիական են նաև այսօր։ Գալիս են 20-րդ դար, Չարենց, իմ ամենասիրելի ստեղծագործողներից։ Ինչի մասին էր Չարենցը խոսում։ Խոսում էր մարդու մասին, որ ապրում է տոտալիտար համակարգում, եղեռն եւ այլ եւ դրա հետևանքների մասին։ Սրանք բաներ են, որ ուղղակիորեն արդիական նաև հիմա, որտեվ ես էլի եմ նշում, այսօրվա երիտասարդին սեփական ինքնաճանաչումը, մտքի ազատությունը, խղճի ազատությունը, իրավունքը միշտ եւ ամեն օրյա իրենց թեմաներից են, կոնֆլիկտների թեմայից են։ Ինչով է պայմանավորված, որ մենք չենք կարողանում շատ հետաքրքիր մեր գրողներին, որոնք ձեր ներկայացած շատ գեղեցիկ ձևով են ներկայացնում, չեն կարողանում այսօրվա սերնդին դարձնել հասանելի, ընդգծել դրա կարևորությունը։ Դա դասատուի կամ ուսուցչի դերն է ներկայացնել եւ կարողանալ ցույց տալ։
դա հետաքրքրության խնդիր է, որովհետև ես էլի եմ ասում, այն թեմաները, որոնցով հիմա երիտասարդները հետաքրքրված են, դա շատ հետաքրքիր ձևով Գրիգոր Զոհրաբի նովելա շարը։ Իմ ամենասիրած գրական ոճը նովելն է, որովհետև այնտեղ զարգացումները շատ արագ է տեղի ունենում։ Կենցաղային եւ սոցիալական փոխհարաբերությունների ամենատարբեր ձևաչափերը նովելներում կան։ Ինչն է պատճառը, որ մենք չենք կարողանում դա ավելի հետաքրքիր լույսի ներքո ներկայացնել այսօրվա երիտասարդին։ Միանշանակ չեմ ասի, թե մեր երիտասարդները չեն կարդում։ Եթե առնչվում ես առանձին յուրաքանչյուրի հետ եւ ավանդական գրականությանն են տեղյակ, մեր Թումանյան, Իսահակյան, ինչու՞ չէ միջև Նարեկացի, եւ նաեւ նրանց հետաքրքիր է մերօրյա գրական դաշտը։ Նրանք նկատել եմ սիրով ընթերցում են եւ բանաստեղծների Հոկտանյանին ընթերցում շատ լավ, Հուսիկարային ընթերցում շատ հաճույքով, կարդում են Հրաչյա Սարիբեկյան, կարդում են Արմեն Նիազյան, Ռուբեն Եսայանին կարդում, ասել եթե կարդում են, բայց դա չի դառնում իրենց համար ինքնարտահայտման ձև, դրանք խորքային են մնում, ի տարբերություն տասնամյակներ առաջ, երբ դա ինքնարտահայտման ձև էր դրսևորվում որպես։ Եվ այստեղ շատ կարևոր է թե դպրոցի դերը, թե ուսուցչի դերը, թե ընտանիքի դերը, շատ էական է։ Ասել թե ուսուցիչները չեն պահանջում կարդալ ճիշտ չի լինի, բոլորը պահանջում են։ Ասել թե ընտանիքում գիրքը հարգի չէ, ես գիտեմ շատ ավանդապաշտ ու լավ ընտանիքներ, բայց երեխաներին, աշակերտներին, դեռահասներին, նաև հետագա երիտասարդներին գրավում է մեր օրերի մարտահրավերներն ավելի սեղմ, կարճ, կոնկրետ։ Այդ ամեն ինչը կարդալով, իմանալով, նրանք բոլորն ամբողջացնում են եւ մատուցում են զգայականությունից դուրս արդեն։ Տեխնիկական ինչ-որ բաներ, այսպես տանում են բոլորովին ուրիշ հարթություն։ Զուտ իմանալու հարթություն են տանում։ Թե չէ անդադ ասել, որ չեն կարդում են։ Մի նրբություն էլ կա պայմանավորված դրանով։ Ժամանակին գիրքը հեշտ ու մատչելի էր գնել։ Այսօր մի փոքր այլ է։ Գիրքը արժեք ունի։ Առավելապես, եթե դրա աուդիո տարբերակը կա, եթե էլեկտրոնային տարբերակները կան, գիրք չեն գնում։ Իսկ ինչն է դառնում քո կյանքի կարևոր դրսևորումը, երբ դու անընդհատ նրա հետ առնչվում ես, շփվում ես։ Այս դեպքում դեռահասը երիտասարդ ընտանիքում գիրք քիչ է տեսնում։ Ու բնականաբար արդեն կապը կարծես թե այսպես կտրվում է, բայց ասել թե տեղյակ չեն մեր երիտասարդները մեր ժողովրդի պատմությունից, չարենց սևակ չգիտեն, ուղղակի ինքնարտահայտումը մի փոքր ավելի հետին պլան է մղվել։ Նախկինում շատ ոգևորված արտասանում էին, ներկայացնում էին, հիմա փակվել է, բարփակվածություն կա։ Գուցե ժամանակն է իսկապես մեղավորը։ Դրանք ինձ թվում են կշտկվեն կամ մարդը ունի իր ներաշխարը, իր ապրումակցելու հետաքրքիր դրսևորումները եւ դրանք վերցրել է իհարկե գրականությունից։ Պոեզիան շատ կարեւոր է այսօր երիտասարդների կյանքում։ Իսկ նրանք սերն ընկալում են բանաստեղծության միջոցով։ Հայրենի հողի կանչ ընկալում են սահյանական տողերով։ Այս հակասական ու պարտիրավիճակները քննում են սևակյան տողերով։ Ավանդականը Թումանյանն է մեզ տալիս։ Իսահակյանը շատ երկեցիկ է տալիս ամեն ինչ։ Նրանք վերցնում են դա, բայց հոգու խորքում դրանք բոլորը այսպես ֆիքսում ու դարձնում են ժամանակակից, խտացնում ու դարձնում են ժամանակակից այլ դրսևորումների ձևով։ Սա իմ կարծիքն է, չգիտեմ։ Շատ հետաքրքիր է։ Միշտ ավագ սերնդի եւ ավելի փոքր սերնդի միջև հակասությունը շատ գիրք կարդալու խնդիրն է։ Ու այս հարցի ինձ էլ է միշտ ինչ որ համատեքստում վիրավորել, որովհետև համեմատության մեջ դնել շատ գիրք կարդալ եւ կարդալ այն գրքերը, որը քեզ է հետաքրքրում, օրինակ դիցուկ դու կարող ես 3 տարվա ընթացքում կարդաս 3 այնպիսի գիրք, որ էականորեն փոխի քո կյանքը եւ կարդաս շատ գրքեր։ Եվ սա երևի այս ամենաբանավեճի, թեմաներից է կարդալ շատ գրքեր, թե կարդալ այն գրքերը, որը քեզ է հետաքրքրում, որովհետև ըստ էության ամեն ու ես նաև այդ պարտադիր գրականության ցանկի հետ կապված, ես ինչի եմ դրան միշտ դրական ընկալվել, որովհետև որ ինչ ուզում ես կարող ես կարդալ, բայց սրանք կարևոր են։ Այսինքն ես միշտ այդպես եմ դա ընկալել, որովհետև դա լինելու է այն աշխարհաճանաչման պրիզման, որը դու պիտի ունենաս։
առնվազն դպրոցական հանրակրթության, հա, համակարգում, թե դրանից հետո ինչ կուզես կարդա։ Գիտեք, կարդա։ Թե ինչ ես ուզում կարդալ եւ որն է քեզ դուր գալիս, իմ կարծիքով շատ կարդալուց հետո կարող ես հասկանալ։ Կամ էլ ընկեր բարեկամ ցույցում են տալիս ընթերցիր այս գիրքը, այս մյուսը, իմ կարծիքով պիտի երիտասարդը կարողանա շատի մեջ իր ընտրությունը կատարել։ Շատ կարդալով, ինչպես էր ասել դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս։ Այդ իմացածից հիմքի վրա պիտի կառուցվի այնինչ իրապես քոնն է։ Դպրոցական այդ պարտադիր գրականությունը շատ ճիշտ եք նկատում։ Պիտի դեռահասը իմանա, պիտի կարդացած լինի։ Չնայած վերջին շրջանում մի փոքր ծրագրերի խնդիրել կա, օրինակ ինձ ամենևին դուր չի գալիս, որ մեր տարական դասարանների դասագրքում Թումանյան հեղինակի հեքիաթները օրինակ հետին պլան են մղվում։ Մեր դասական հեղինակներն այնքան էլ արդիական չեն, թե չենք ուզում տեսնել նրանց ստեղծագործություններում եղած արդիականը։ Այս արդեն լուրջ քննարկման խնդիր է։ Բայց մենք պիտի փոքր տարիքից կարողանանք երեխաներին շատի մեջ ընտրություն անելու հնարավորությունը տալ։ Ոչ թե ասել քեզ միայն այս է պետք, կամ եթե դու դա ես ուզում, վերջ, ամեն մի տիպի գրականությունից երեխան ինչ-որ բան վերցնում է։ Չէ՞ որ գրականությունը կրկնում եմ արվեստ է, իսկ արվեստի մեջ մենք պիտի մեկը չընկալենք միայն, մենք ընկալենք դա ամբողջական տարածական դրսևորման մեջ։ Իսկ դրա կողքին բանաստեղծությունը պիտի դառնա կենսականորեն անհրաժեշտ պահանջմունք դեռահասի երիտասարդի համար, որովհետև պոեզիան հղկում է մարդու հոգին, նրբացնում է նրան, ինքնատիպ ու հետաքրքիր հուզաշխարհ է ձևավորում, ու այդ հուզաշխարհի մեջ դու կարողանում ես գտնել քեզ քո էությունը, քո խնդիրները, քո աշխարհընկալման ձևը։ Եվ այդ իմաստով դու պիտի շատ իմանաս, շատ կարդաս, որ քոնը գտնես։ Պոեզիան ընդ որում շատ հետաքրքիր ուղղություն է, եթե նայենք ամբողջ այդ կարդալու համատեքստում շատ հաճախ դեռահասները կամ երիտասարդները դա անցնում են որպես անգիրոնել, այդքան բանաստեղծություն եւ այլն։ Բայց երբ խորանում ենք ու հասկանում ենք, որ նաեւ իրենց այն շրջանն է սիրելու, սիրահարվելու, աշխարհը նորովի ճանաչելու, պոեզիան ինքնատիպ նաեւ այդ հոգու բացերը լրացնելու ձև է։ Միգուցե խնդիրը ոչ թե նրանում է, որ չենք ցանկանում բանաստեղծություններ կարդալ, այլ պարզապես ինքնաարտահայտման խնդիր ունեն, որովհետև իրենց նաև ես ասում եմ կարդում են իրենք, դրա հոգեբանական իրենք կարդում են դա, բայց ցույց չեն տալիս, որ դա նախկինում ցույց էին տալիս, որ գիտեն, այսօր ցույց չեն տալիս, որ գիտեն։ Հաստատ կարդում են, որովհետև ճիշտ եք ասում, սիրո այդ ինքնադրսևորման պահերին ցանկացած երիտասարդը երկու տողի մեջ ուզում է խտացնել իր զգացմունքը։ Գտնել դա ու գտնում է դա Սևակի տողում, Սահյանի տողում, Թումանյանական, Իսահակյանական տողերից գտնում է իրեն է դարձնում, բայց չգիտեմ, տեսակ կաղապարված է դառնում եւ չի ուզում դա արտահայտել։ Դրսևորել դա։ Գուցե թե էմոցիաները դրսևորվի, գուցե թե իսկապես ժամանակը մի քիչ ավելի չոր վանդակների մեջ է մեզ դնում։ Շատ հետաքրքիր է։ Եվ ես նայում եմ մեր դասական գրականության հայ մեծերի ստեղծագործությունները, հասկանում եմ, թե ինչքան հետաքրքիր ֆորմատներով են իրենց ասելիքը հասցրել մեզ։ Օրինակ Թումանյանը իր քարյակներում կարողացել է մի ամբողջ կյանքի դասեր տալ եւ ունենք ավելի արձակ գրողներ։ Ինչպես ենք մենք կարողանում խոսել այս գրողների ինքնատիպության առանձնահատկության մասին այնպես, որ սա իրապես հասու լինի մարդկանց, ընդ որում ոչ միայն երիտասարդների, որովհետև իմ կարծիքով առհասարակ մասնագետի ֆունկցիոնալությունը նաև իր միջավայրին, իր մասնագիտության կարևորության մասին որոշակիորեն ընդգծելու մասին է։ Ու այս համատեքստում մեր գրողները մեզ իրապես հարուստ ժառանգություն են թողնում։ Ես ասում եմ ամենասիրելի ձևաչափերից մեկը եղել է քարյակները։ Ես ինքս չեմ սիրել շատ պատմավեպեր կարդալ, ու միշտ ասել եմ, որ Թումանյանը 4 տողի մեջ էս ասել է, իմաստ է այսքան գրելու, հա, ու միշտ դա իմ հակասությունն է եղել։ Այսպես ասեմ, յուրաքանչյուր տարիք իր Թումանյանն ունի։ Ես պատահական չէ, որ շեշտեցի հենց Թումանյանի հեքիաթները։ Թումանյանը թոթովախոս փոքրիկի հետ մեծանում է կարծես։ Թումանյանը դեռահասի հետ ապրում է։ Թումանյանը սիրո խճճված բոլոր դրսևորումների մեջ քեզ իդեալ է տալիս։ Եվ հասուն մարդու հետ
Թումանյանը տառապում է, ապրում է, մարտահրավերներ նետում, դարին։ Այս ամեն ինչը ոչ միայն Թումանյանի, բոլոր գրողների ստեղծագործություններում կան։ Եվ այդ պարտադիրի ու սիրողականի միջև եղած անջրպետը, գիտեք ինչպես է ստացվում։ Ստացվում է, որ պարտադիրը մենք իսկապես պիտի հասու դարձնենք երեխային, որպեսզի նա տեսնի դրանք բոլորը կան եւ հետո ընտրի իր ուզածը։ Մեկի մոտ բոլորովին այս թեման է հետաքրքիր, մյուսի մոտ այն, այստեղ մենք չենք կարող պարտադրել մեր, այսպես չափորոշիչները։ Ուղղակի երեխան պիտի կարողանա հասկանալ ինչն է իրեն հաճելի։ Արվեստ սիրող երեխայի մոտ բնությունը, գեղատեսիլ պատկերը մի սիրուն բան է ստեղծում հոգու մեջ։ Նա ով հետաքրքրում է պատմությամբ, ձեր ասած Չարենցի կամ Թումանյանի մոտ պիտի հենց որսա պատմականի հետ առնչվող դեպքերի արձագանքը։ Եվ իրոք մեզ համար գիրքը պիտի դառնա անցյալի պատմության հայելին։ Մեր օրյա գրականության մասին շատ չեմ խոսում, որովհետև գրականությունը արժևորվում է մի որոշակի մի քանի տասնամյակ տարի հետո, եւ ընդհանրապես մշակույթը այդպես է։ Որոշ ժամանակ հետո հաստատ հետադարձ կունենանք հասկանալու համար այսօր ինչ են գրել, ինչպես են գրել։ Օրինակ, այս երկու հարթությունների վերլուծման դեպքում ժամանակին Վարդգես Պետրոսյան այնպես չէին ընկալում, նույնիսկ երիտասարդությունը։ Երբ ինքը կար, երբ իր հետ կարող էինք ուղղակի կոնտակտ ստեղծել։ Բայց այսօր Վարդգես Պետրոսյանը ընկալվում է բոլորովին այլ կերպ։ Մեր բոլոր երիտասարդների մոտ, ես ում հետ առնչվում եմ, ով մի քիչ թե շատ ձևավորված ինտելեկտ ունի, Պետրոսյան կարդացել է եւ մեջբերումներ կան։ Էլ չեմ ասում, որ իսկապես ավանդական գրականությունը հասու է նրանց։ Պարզապես ինքնադրսևորման խնդիրն է միայն։ Չգիտես, ինչու չի բացվում։ Գիտեք ինչն է նայում, որ մի շարք գրող ստեղծագործողներ ժամանակային մի շարք մարտահրավերների են բախվել ու լրջագույն։ Ընդ որում նժարի վրա է դրվել դադարեցնել ստեղծագործել, շատերը նույնիսկ սեփական կյանքի գնով են որոշել, որ չեն դադարեցնում ստեղծագործել, օրինակ սովետական միության ժամանակահատվածում ամենատարբեր բռնաճնշումների ենթարկված մեր գրողներն ու մտածողները եւ համեմատում եմ ներկայ ժամանակահատվածի հետ ու ինձ մոտ միշտ հարց է առաջանում. ով է ավելի ազատ եղել, որ մի քիչ շատ եմ մտածում ու խորանում, հասկանում եմ նրանք արգելել են ստեղծագործել։ Միշտ արգելված պտուղը քաղցր է լինում։ Եվ ընդհանրապես, եթե մի բանի արգելումը կա, դու արդեն ավելի ես խորանում այդ հարցադրման մեջ։ Հիմա թվում է թե ազատություն է, նույնիսկ գրելավոճի ազատություն է, նույնիսկ մեր շատ գրողներ մեծատար, փոքրատար խառնում են իրար առանց կետադրական նշանների։ Ճիշտ չէ դա։ Նույն նյութը պիտի հայեցի մատուցես։ Այդքան ազատությունն արդեն որակ չի տալիս։ Ազատությունն էլ չափ ունի։ Ճնշումն էլ քեզ մղում է դեպի ազատության եւ էլ ավելի է մղում հասնելու նրան, ինչին դու ձգտում ես։ Բայց իմ խորին համոզմամբ գրականությունը պիտի իր հրապարակախոսությամբ չէ որ առաջատար դեր ունենա։ Նա պիտի գեղեցիկը կերտի մարդու հոգու մեջ։ Թե արձակը, թե չափածոն առավել եւս։ Նա պիտի ուղղակի որպես արվեստ քեզ մատուցվի։ Ինչքան էլ մենք գեղեցիկ նկարը դիտում ենք կամ հաճելի երաժշտություն լսում ենք, նրա մեջ անպայման չենք որսում մարտահրավեր։ Ինչ է ուզում ասել։ Մենք հաճույք ենք ստանում։ Ես այնքան կուզենայի, որ այսօրվա երիտասարդի համար գեղարվեստական գիրք ընթերցելը ուղղակի հաճույք լինի։ Նոր դրանից հետո ինքը մտածի թե ինչ ստացա ես դրանից, ինչ վերցրի։ Բայց հաճույքի գործոնը, գեղագիտական ճաշակ ձևավորելու գործոնը պարտադիր պիտի լինի։ Մենք շատ մեզ համար նաև քննարկման թեմա էր դառնում այն հարցը, ֆիլմը դիտել, թե գիրքը կարդալ, եւ հետաքրքիր է, որովհետեւ օրինակ հիմա հասկանում եմ, որ պարտադիր չի մեկը մյուսը, կարելի է երկուսն իրար։ Պարտադիր երկուսն է։ Մասնավորապես օրինակ իմ պարագայում գիրք կարդալու ընթացքում ես ինքս ունենում եմ մտքի ազատություն կերպարը իմ ձևով տեսնելու։ Եվ միևնույն ժամանակ ֆիլմն էլ լրացուցիչ մոտիվացիա է, որ ցանկանաս կարդալ։ Հասկանալու համար հեղինակը ինչպես է ներկայացրել, բացի օրինակ կինոլորտի ներկայացուցիչը ինչպես է գիրքը ներկայացնել։ Ու այդ համատեքստում հետաքրքիր օրինակ է ինձ համար Սպանված աղավնու գիրքը եւ ֆիլմը,
որովհետև շփվելով շատ երիտասարդների հետ, նաև աշխատանքի բերումով, ես հասկացել եմ, որ ֆիլմը հիմք է հանդիսացել, որ գիրք իրենք նորովի ընկալեն, ընդ որում նորովի ընկալեն ոչ թե կարդալու վերջացնելու համատեքստում, այլ կերպարների կյանքի որոշումները, եթե ես լինեի նրա իրավիճակում, ինչպես կվարվեի։ Եվ ցանկացած առավելապես արձակ ստեղծագործությունը կարդալիս դեռահասը, չեմ ասում երիտասարդն արդեն, դեռահասը ինքը իրեն դնում է այդ կերպարի մեջ։ Ինչ կաներ ինքը, նմանատիպ իրավիճակում ինքը եղել է, ինչպես կվարվեր, ինչպեսի ելք ու ճանապարհ կգտներ, դրանով գիրքը մեզ օգնում է երիտասարդի ձեռքից բռնած, դեռահասի, փոքրիկի նույնիսկ ձեռքից բռնած առաջ է տանում։ Եվ պիտի այդ ճանապարհը անցնի ու ֆիլմի գրքի հետ կապված այս զուգահեռում ես երկուսին էլ անպայման երկուսն էլ գտնում եմ պետք է եւ ֆիլմը դիտել եւ գիրքը նայել նաեւ տարբերությունները ընկալման չէ որ ֆիլմը մենք ստեղծել ենք ենթադրենք 21-րդ դարում, բայց գիրքը գրվել է 20-րդ կամ 19-րդ դարում։ Այս տարբերությունը ժամանակային մենք պիտի նաեւ ընկալենք։ Հասկանանք ինչու։ Որոշ հիմնահարցերին ինչու է ավելի թեթև նայում սցենարիստը, մեկ ուրիշ դեպքում շատ ավելի ճոխացնում է ինչ-որ բաներ։ Սրանք պարտադիր են, որպեսզի համեմատություն կարողանաս կատարել։ Չէ՞ որ ի վերջո գիրքն օգնում է դու հասկանաս իրականության մեջ ինչ կա եւ գեղարվեստի մեջ որն է կարեւորվում։ Ու այս երկուսի զուգահեռում դու գտնես ինքդ քեզ։ Թե արձակում, թե բանաստեղծության մեջ յուրաքանչյուր ընթերցող պիտի տեսնի իրեն հողի հետ կապված, իրեն սիրո հետ կապված, իրեն իր պատմության փառահեղ կերտվածքի հետ կապված, իրեն իր անցյալի ողբերգության հետ կապված, այս ամեն ինչի մեջ պիտի իրեն գտնի։ Մենք պիտի կարողանանք այնպես անել, որ այսօրվա երիտասարդը իսկապես ինքնարտահայտում ունենա, ինքը ունի հոգու խորքում։ Ես համոզված եմ, ես վստահում եմ այսօրվա երիտասարդին, բայց պիտի դա նաև ինքնարտահայտման ձև դառնա։ Գերհասանյան, ես մտածում եմ, որ մենք շատ հաճախ միգուցե խնդիրն այն է, որ մի շարք ստեղծագործությունների մասին ավելի ռոմանտիզացված ենք խոսում, քան դա պետք է։ Որովհետև երբ որ ես այս տարիքում օրինակ վերընթերցում եմ Թումանյանի Գիգորը, լրիվ ուրիշ այլ դիտանկյունից եմ նայում, զուգահեռներ տանելով այսօրվա իրականության հետ։ Որովհետև եթե օրինակ 6-րդ, 7-րդ դասարանում ես կարդում եի եւ իմ բնական ռեակցիան լինում էր հուզմունքը, այս տարիքում լինում է այն, բայց այդ տարիքի երախոն տարել են քաղաք, կտրել են միջավայրից, մենակ, անվճար աշխատում։ Հոգեբանական վերլուծությունն է առաջ տանում։ Ես միգուցե մտածում եմ, միգուցե պետք է իրապես այդ աշխատություններում բացառապես երիտասարդների հետ աշխատանքի ընթացքում թույլ տալ բազմակողմանի վերլուծել եւ չսահմանափակվել օրինակ հուզմունքով եւ այդ զգացողություններով։ Այսպեսի մի նրբություն նաեւ նայած թե որ ստեղծագործությունը որպես պարտադիր, ասենք որ դասարանում կամ որ տարիքի երեխաների հետ ենք մենք ուսուցանում, սա էլ կարևոր է լինում, որովհետև ժամանակը թելադրանք ունի։ Այնինչ կատարվել էր 19-րդ դարում, այսօր ամենևին ընդունելի չէ։ Այնպես մտածել մենք այսօր երբեք չենք կարող։ Թումանյանն էլ իր ժամանակի պատկերն է տվել։ Դուք նարեկացի շեշտեցիք։ Ցավոք նարեկացուն երեխաները ծանոթանում են դեռահաս տարիքում։ Իսկ մատյան ողբերգությունը նույնիսկ կյանքիդ վերջում չես կարողանում ընկալել։ Որովհետև այնտեղ այնքան հակասական, իրարամերժ, իրար այսպես լրացնող, իրար ընդգրկող, հակադրվող, համադրվող այնքան բան կա։ Մենք պիտի կարողանանք ճիշտ նյութը ճիշտ տեղում մատուցել փոքրիկին, դեռահասին, ապագա երիտասարդին։ Այս իմաստով ճիշտ է մեր ծրագրային դասավորվածությունն ենք անել համակարգված չէ, մենք ավելի շատ փորձում ենք ժամանակի մարտահրավերներով մատուցել ստեղծագործությունը, բայց համակողմանի նայել դիտարկելը պարտադիր է։ Եվ այսօրվա երեխան հենց ձեր ասած չափորոշիչով է մոտենում։ Ոչ միայն արտասվում վատ է զգում հուզական երանգ է ունենում Գիգորը դիտելիս, այլ նաև մտածում է, այսինքն ծնողներ են, որ տարան։ Չէ՞ որ ինքը այդ կյանքով չի ապրել։ Եվ այստեղ երևի թե շատ կարևոր է ուսուցչի դերը։ Իհարկե։ Մտածողությունը չսահմանափակելու եւ թողելու, որ աշակերտը իրապես խոսի իր պատկերացումների մասին, չմտածելով լավ էս մի բանը չասեմ։ Չէ, այդպիսի բան չկա, այսօր ուսուցիչը բավականին ազատ է թողնում երեխային։
իսկապես ազատ է թողնում երեխային ու գեղարվեստական ստեղծագործությունները անցնում են մի տեսակ տարբեր ֆորմատով, ինչը որ դասականորեն պարտադրված էր, այդպես չեն ընկալում երեխեքը։ Պարզապես այդ ամեն ինչի մեջ նա պիտի իսկապես շատ կարդա, որ տեսնի թե այսօրվանը որն է, կարևորը որն է, վերջապես հուզաշխարհը պիտի ձևավորվի, իսկ քնարերգությունը դրա ամենակարևոր գործոնն է։ Շատ հետաքրքիր է։ Ես նայում եմ նաև, որ մեր գրականությունը իրապես հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարիքում կարևորագույն իրողությունների մասին խոսելու։ Օրինակ, հեքիաթներ եւ առակներ, էլ իմ առակները նովելներից հետո իմ ամենասիրելի մյուս ուղղությունն է, թե ինչպես կարող ես այլաբանորեն եւ մեծին եւ փոքրին առաջին հատկից թե մանկական, ահես եւ այլաբանորեն երեխային սովորեցնել կյանքի մի շարք հմտություններ, զգացողություններ, վարքաձևեր, պահելաձևեր, նորմեր։ Մեր գրականությունը իրապես հնարավորություն է տալիս ամենատարբեր տարիքային խմբերի մարդկանց սովորեցնելու, ապրելու, գոյատևելու, փոխհարաբերվելու մի շարք նորմեր։ Անկախ այն հանգամանքից երբ է գրվել տվյալ ստեղծագործությունը, նա ունի այսօր սովորեցնելու շատ բան։ Եվ այս իմաստով իսկապես մենք պիտի կարողանանք երեխայի մոտ ձևավորել երևույթը մերօրյա իրավիճակում դիտարկելու հմտություն։ Եվ դա ստացվում է։ Մեր ծրագրերն են ուսումնական կրթական ծրագրերն են այդպես եւ իսկապես երեխաները կարողանում են իրենք իրավիճակներ ստեղծել մենք օրինակ ունենում ենք տարբեր առակների դատեր երեխեքը լավ տեղը տեղին էլ դատավոր են կանգնում սպանված աղավնին են դատում եւ կարողանում են ճիշտն ու սխալը շատ կոնկրետ ներկայացնել Եվ արդեն զգում ես, ցավոքել եմ ասում, ոչ թե հուզական երանգն է նրանց շատ, այսպես ոգևորում մոտիվացիա տալիս, այլ իրավիճակից լուծում գտնելու դուրս գալու ճանապարհներն են փորձում մատնանշել։ Այս առումով կարծես թե մարտահրավերներին պատասխանում են մերօրյա։ Ու ինչպես է կարողանում օրինակ համատեղել ձեր ժամանակվա նորմալը, ճիշտը, ոչ ճիշտը եւ այսօր ու ներկայիս սերնդի, որտեղ ինձ մոտ դա շատ բարդ գործ է եւ միևնույն ժամանակ ամենակարևորն է։ Ես ներքուստ մի փոքր ցավ եմ ապրում քիչ կարդալու համար երիտասարդության, բայց փորձում եմ հասկանալ, որ չէ որ դրա փոխարեն նրանք կարողանում են իրենց առօրյան լցնել շատ ու շատ այլ գործոններով։ Բայց գոնե ինքս փորձում եմ դասաժամին թե առիթների դեպքում մատուցել նրանց գեղեցիկը, պոեզիա մատուցել։ Թեկուզ ես թող հին լինեմ մի քիչ, բայց չէ որ կարող է մի փոքրիկ պատկեր դրոշվի նրա հոգու մեջ եւ այդ պատկերով նա փորձի սիրել իր հողը, իր հայրենիքը, իր մասիսը սիրի, իր սերը սիրի, իր սերը պահի։ Մայրական սեր կա, այնտեղ հայրենասիրություն կա, բնապատրաստություն կա մեծ, մեր բոլոր գրողների մոտ դրանք կան եւ պիտի կարողանանք երեխային հենց դա սիրել տանք։ Փորձում եմ գեղեցիկը տանել այսօրվա պահանջատիրական դաշտ, թե ինչ են ուզում երեխաները։ Եթե փորձենք հասկանալ օրինակ ինչ կլիներ, եթե պոեզիան չլիներ, ինչ կկորցներ աշխարհը։ Այ գեղեցիկը կկորցներ, չգիտեմ։ Պոեզիան նման է գեղեցիկ երաժշտության։ Նման է գեղեցիկ նկարի։ Պոեզիան լռությունն է։ Դու արտասանում ես, բայց դու լուռ ես։ Դու հոգուդ հետ ես խոսում։ Աշխարհը գույնից կընկներ, ինձ թվում է։ Պոեզիան եղել է դեռ շատ հնում, շատ, մեր թվարկությունից առաջ, չգիտեմ, որ դարում Բաբելոնում հայտնաբերվել է առաջին բանաստեղծությունը։ Ես մենակ եմ, որովհետև տխուր եմ, ուր ես սիրելիս։ Սա 10-րդ, 20-րդ դարերում մտա։ Պատկերացրեք այդքան հին, պատկերացրեք դեռ այն ժամանակներից մարդու հոգու աշխարհը ձգտում էր սիրելի հետ համակցման։ Սիրելին կլինի անձը, սիրելին կլինի բնությունը, թե հայրենիքը, թե իր օջախը, էական չէ, գեղեցիկն է դա։ Ընդ որում, երբ խոսում ենք պոեզիայից, ասոցիացիան միանգամից գալիս է գեղեցիկը, սիրունը, մեղեդային ինչ-որ հետաքրքիր վիճակներ, բայց մենք մի շարք գրողներ ենք ունեցել, որ շատ հետաքրքիր եւ շատ ոչ տհաճ եւ ոչ կռեհիկ ձևով կարողացել են ներկայացնել վատը, տգեղը, նույնիսկ մահը, որտեղ մենք օրինակ շատ ստեղծագործողներ ենք ունեցել, որ բավականին երիտասարդ տարիքում են մահացել ամենատարբեր հիվանդություններից, իմ ամենասիրելի ստեղծագործողներից է օրինակ
Պետրոս Դուրյանը, ում շատ եմ սիրում եւ հիմնականում սիրում եմ Սիամանթոին ու իրենք շատ օրինակ Սիամանթոն, հա, շատ ինչքան տրագիկ ժամանակահատված է հաղթահարել իր կյանքի ու ինչպես է կարողացել ներկայացնել դա։ Այ ինչն է խնդիրը։ Միգուցե իրոք քիչ կարդալը եւ պոեզիայի մոտ չլինելը, որ այսօրվա ամենատարական կենցաղային խնդիրների մասին մենք խոսում ենք շատ գրեհիկ, շատ միակողմանի քննադատաբար եւ թիրախավորում ենք ոչ թե երևույթի մասին խոսելը, այլ մարդուն, որովհետեւ ես ասում եմ պոեզիան մենք շատ սիրուն բաների մասին ենք պատկերացնում, բայց ինքը շատ հետաքրքիր լույսի ներքո նաեւ կարողացել է ներկայացնել շատ արատավոր եւ բացասական երևույթներ։ Անկախ ամեն ինչից յուրաքանչյուր մարդ ունի իր ներաշխարհը։ Այ Դուրյանին ասացիք, Դուրյանը բերեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց իր իսկ անունով, Դուրյանական, հա, այդ աշխարհը բույր մնայվածք, փունջ մժպիտներ, քուրամը խոսքներ, եթեր մտրոփը, եդեմ մշունչը, իր աշխարհը բերեց։ Մենք երբեմն հենց քիչ կարդալու պատճառով ենք, որ երևույթը ներկայացնում ենք շատ ավելի տգեղ, քան պետք է, շատ ավելի կոշտ, կոպիտ, քան պետք է։ Կարելի է ամեն մի վատի մեջ էլ, այնպեսի այդ վատը մատուցել այնպես նրբորեն, դիտողությունն անել նրբորեն, որպեսզի դա հոգուտ խորքում մեծ ու մութ տեղ չգրավի։ Մեր գրողները իսկապես խոսել են շատ վատ բաների մասին, բայց անգամ մահն է սեփագործել, համարելով շարունակական բնության շարունակական ընթացք։ Շատ գեղեցիկ են նույնիսկ ներկայացրել, որ քեզ թվում է նիրվանայի մեջ պիտի մտնի իսկապես, բայց դա հո այդպես չի։ Այնպես որ նայած թե ինչպես են կարողանում ներկայացնել, իսկ եթե լավ չենք ներկայացնում, գեղեցիկի նկատմամբ մեր հոգու աշխարհի պակասից է։ Դա պիտի լրացնենք, դա պիտի այնպես անենք, որ երիտասարդների մոտ մեծ ու խորունկ, այսպես անդուններ չլինեն։ Միանշանակ, ընդ որում, եթե նայում ենք ներկայիս հմտություններին, կարդալը եւ գրականություն ուսումնասիրելը կատարելագործում է մի շատ կարևոր հմտություն, այն է հաղորդակցության հմտությունը։ Ես երևի թե իմ կյանքում ունեցել եմ, երևի թե չէ հաստատ 3 ուսուցիչ, ում պարզապես պարտական եմ, իմ առաջի դասարանի առաջինից 3-րդ դասարանի ուսուցիչը թիրենք ինձ նայում է, ես առանձնահատուկ շնորհակալություն, որտեղ կյանքի ես փուլում ես գնահատում եմ իրենց ինձ տվածը։ Ունեցել եմ 3 ուսուցիչ, որոնք միանգամից փոխել են իմ կյանքը։ Առաջինից 4 դասարանի դասվարը, իմ ավագ դպրոցի ուսուցիչը եւ իմ ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին, ով ինձ ասեց՝ Մելինե, քո առանձնահատկությունը գեղեցիկ խոսքն է, դու պիտի սկսես բառարաններ անգիր անել։ Դա երևի թե ամենադժվար եւ ամենաձանձրալի գործն է, որ կարող է ես անել կյանքի այդ ժամանակահատվածում, բայց հիմա հասկանում եմ ինչքան մեծ է եղել իր ներդրումը, ընդ որում երբ ինքը զուգահեռներ տարավ գրողներից կարծեմ Սևակը շատ է սիրել բառարաններ կարդալ։ Իսկ դու գիտես, որ Սևակն էլ է շատ սիրել բառարաններ կարդալ ու երևի այդ համեմատությունն էր մոտիվացիան, որ ես ասացի, օքեյ, պետք է սկսել կարդալ բառարաններ։ Գիտեք ինչ, Մելինե ջան, եթե մեջդ հոգիդ, ներաշխարհդ, հուզաշխարհդ գեղեցիկ է, դու այդ ամենը գեղեցիկ ես մատուցում։ Շատ հաճախ հենց այդ հակասությունը դրանում է։ Ընթերցման պահանջը, որ դնում ենք դեռահասների առաջ, դրա համար է, որպեսզի կարողանանք ձևավորել նրանց խոսքը ավելի գեղեցիկ, ավելի մեղմ, ավելի հանգիստ, ավելի այսպես կոշտությունից զերծ, որովհետև ամենահեշտ բանը երևի կոպիտ խոսելն է ինչ-որ մեկի հետ։ Այո։ Իսկ ամենադժվարը ամեն ինչ, ամենավատն անգամ մեղմությամբ ու ապրումակցով մատուցելն է։ Իսկ գրականությունն օգնում է դրան։ Ովքեր են այն 3 գրողները, կարող են լինել եւ պոեզիա եւ արձակ, գիտեմ, որ դժվար կլինի դրանց համար առանձնացնել։ Հասկացա։ Որոնց դուք նաեւ արդիական եք տեսնում այսօր եւ հիմա եւ կարողանում եք դա ցույց տալ ձեր ուսանողներին եւ աշակերտներին ու նրանց համար այդ գրողներին ուսումնասիրելը ոչ թե դառնում է գլխացավանք, պարտադիր որպես կարդալու, այլ հնարավորություն նոր աշխարհներ բացահայտելու, իրենց այդ աշխարհներում գտնելու համար։ Հարցը շատ դժվար է, դեպ ձեր տված հարցերից ամենադժվարն է։ Պատանեկան տարիներին ես հրապուրվել եմ Տերյանով։ Հետագա գիտական աշխատանքս հիմնվել է Տերյանի ստեղծագործությունների ուսումնասիրման հետ կապված։ Բայց այսօր մի տեսակ ավելի ինձ գրավում է սևակյան խոհափիլիսոփայությունը։
կենսափիլիսոփայությունը, որը ուսանելի է մեր այսօրվա երիտասարդների համար։ Հայաստան աշխարհի նկատմամբ սերը Համո Սահյանով, մեր հողի նկատմամբ սերը Համո Սահյանով պիտի զգա երեխան։ Մեր Մասիսի պաշտամունքը Շիրազով պիտի զգա, որովհետև այս մարդկանց մտահորիզոնում եղել է մի կարևոր կենսական, այսպես խորք, հասկանալի դարձնել իրենց ապրումները դիմացինին։ Իսկ իմ կարծիքով այսօրվա երիտասարդը ասածս գրողների մոտ կտեսնի իրեն, կկարդա ու հաստատ իրեն կտեսնի իր ժամանակը։ Վարդգես Պետրոսյանի մասին ասացինք, շատ խորիմաստ տողեր ունի, ես նրան համարում եմ համարյա մեր ժամանակակիցը, որովհետև գոնե ես տեսել առնչվել եմ այդ իմաստով, բայց նրա մոտ տեսնում ենք մերօրյա իրավիճակի գնահատումները։ Մեր երիտասարդները պիտի կարողանան ոչ միայն իմ ասած հեղինակներից, այլ ցանկացած գրքից ցիտել, իրենց է դարձնել այն, ինչ իրապես իր հոգուն է հարազատ եւ իրապես դա տեսնում է առօրյայում։ Ինձ համար բոլոր գրողները հրաշալի են։ Բոլորին սիրում եմ, բոլորն ունեն իրենց շատ լավ գործերը։ Հազարում յուրաքանչյուր տարիքում յուրովի ես նայում։ Ամեն ինչին յուրովի ես նայում։ Այսօր ինձ նարեկացի է հետաքրքրում, բայց անկեղծորեն դա դեռահաս տարիքում կամ երիտասարդ տարիքում չի հետաքրքրել։ Այնպես որ ինչքան էլ այսօր պահանջենք, որ նարեկացի կարդա 15-ամյա երիտասարդը երեխան, նա բավականին բարդ կտեսնի։ Չէ, նա չի ձգտելու նրա մեջ ինչ-որ բան տեսնի։ Գերհասանյան, սովորաբար մեր հաղորդումների վերջում ես խնդրում եմ մեր հյուր բանախոսին, որպեսզի որոշակի ուղերձով դիմի մեր դիտողներին, ընդ որում դա կարող է լինել թե ձեր մասնագիտական ոլորտի համատեքստում, թե լրիվությամբ ձեր սրտի խոսք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ նայում են, հետևում են, իրենց հարցերն են տալիս։ Նախ շնորհակալ եմ բոլորից, ովքեր մեզ դիտում են, հետևում են, մաղթում եմ առողջություն, մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, իսկ մեր երիտասարդներին մաղթում եմ շատ կարդալ, բանաստեղծություն կարդալ, հոգին նրբացնելու համար, արձակ գործեր կարդա իրականության հետ վերլուծելու համար, եւ ամենագլխավորը, սիրի մեր մայրենին, հայեցի դաստիարակություն եմ ուզում եմ, որ նրանք մեր Հայաստան աշխարհի լիիրավ տերը լինեն, առողջ լինեն ու երջանիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։